Բարև բոլորին, ես Լուսինեն եմ, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կին եմ։ Ինչպես եւ խոստացել էի նախորդ հոլովակում, շարունակում եմ խոսել ձեզ հետ, պատմելով մեր մասին։ Այս վիդեոշարքի ընթացքում ներկայացնելու եմ բոլոր այն հետապնդումները դրվագ-արդրվագ, որոնց միջով մենք անցել ենք Փաշինյանական Հայաստանում։ 2018-ի իշխանազավթումից հետո նոր պաշտոններ ստացած այսօրվա արդեն ՔՊԱ-ական պատգամավորներ, կարկառուն ՔՊԱ-ականներ սկսեցին հերթով տարբեր առաջարկներ անել Նարեկին, միանալու իրենց։ Բավականին գայթակղիչ առաջարկներ, որոնց կհամաձայնվեր մարդ, եթե սիրեր միայն փողը եւ արագ հարստանալու հեռանկարը։ Բայց բնականաբար բոլոր այդ առաջարկները Նարեկը միանգամից առանց մտածելու մերժում էր մեկը մյուսի հետևից։ Երբ արդեն ՔՊ-ում էլ հասկացան, որ Նարեկն իրենցից մեկը չէ, որ տրվի գայթակղություններին եւ պատրաստ լինի հանուն փողի եւ իշխանության վաճառել հոգին, դավաճանել իր սկզբունքներին ու գաղափարներին, որոշ ժամանակ անց արդեն սկսեցին սկզբից թեթև մանր քաղաքացիական հայցերով, հետո տարիների ընթացքում արդեն քրեական գործեր հորինելով, հետապնդումները սաստկացնել, փորձելով լռեցնել ամուսնուս։ Իշխանական թիվ 1 ընտանիքի անդամները, բարեկամները, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները, իշխանամերձ շրջանակները ամուսնուս հրապարակային գործունեությունը խոչընդոտելու, իրենց ապօրինությունների, կոռուպցիոն բացահայտումները կանխելու նպատակով սկսեցին տարաբնույթ քաղայցերով դիմել դատարաններ, փորձել ճնշումներ գործադրել ամուսնուս վրա, մեծ դրամական փոխհատուցումներ եւ հերքումներ պահանջել։ Օրինակ, այդ ժամանակվա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, Աներձակ Հրաչի, Փաշինյան-Հակոբյան միջնեկ դստեր կողմից քաղաքացիներ էին ներկայացվել այն բանի համար, որ Նարեկը ֆեյսբուքյան հրապարակային գրառումներով բացահայտումներ էր արել վերջիններիս կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրաված լինելու, կարճ ժամանակում հղբանալու մասին։ Մեզ համար ցավալի, սակայն ամոթալի դրվագ էր, ամոթալի Փաշինյան-Հակոբյան ծնողների համար, քանի որ իրենք որպես քաղաքական վահան էին օգտագործել իրենց զավակին, ուղղորդել էին նրան, իրենց ստորագրություններով համաձայնություն էին տվել, որ իրենց անչափահաս դուստրը դատական հայց ներկայացնի իրենց ընդդիմախոսի դեմ։ Խոսքը հայտնի Իքրայի քրեական գործի նախերգանքի մասին է, որն առաջին դրվագով քաղաքացիական հայց էր, որը վերածվեց քրեականի սուտ մատնություն ձևակերպմամբ։ Այդ ժամանակ երկրից բացակայելու արգելք սահմանեցին ամուսնուս համար, որը պահպանվել էր մինչև վերջերս։ Այս ամենին զուգահեռ Նարեկին պարբերաբար տարբեր պատրվակներով կանչում էին իրավապահ կառույցներ, դե իսկ նրան բերման ենթարկելու մասին ավելորդ է խոսել, դրանք հաշիվ չունեն։ Ոմանց համար այս բոլոր հետապնդումները եղել են զուտ ժամանակագրություն, ոմանց համար վիճակագրություն, իսկ ոմանց համար էլ թքած ունենալու ինչ-որ բան, բայց ինձ համար, մեր ընտանիքի համար, դրանք եղել են ապրումներ, որոնք սրտներումս ապրել ենք լուռ, խորը գիտակցում ունենալով, թե ինչու են դրանք տեղի ունենում։ Մենք պատրաստ ենք եղել հանուն մեր պետության անցնել դրա միջով։ Մենք պատրաստ ենք եղել պայքարել եւ ոչ մի պարագայում հետ չկանգնել մեր պայքարից։ Էլի եմ ասում մենք, քանի որ ես Նարեկի ամեն մի հայտարարության, ամեն մի խոսքի տակ ստորագրել եմ ու ստորագրում եմ այսօր։ Մեր սերը մեր պետության հանդեպ վեր է ամեն ինչից։ Ու սրանք զուտ գեղեցիկ խոսքեր չեն, սրանք ապրած խոսքեր են, որ այս տարիների ընթացքում արձանագրվել են փաստերով։ Զավեշտալին այն է, որ Նարեկը 18-ից սկսած հետապնդվել է բացառապես հրապարակային խոսքի համար, քննադատական խոսքի համար։ Ինչպես արդեն ասացի, հետապնդումների ալիքը նոր թափ էր ստանում ժամանակի ընթացքում։ Կարող եմ ինձ համար հիշարժան մի դեպք պատմել հետապնդումների մասին։ Խոսքը 2019 թվականի մասին է։ Ավելի կոնկրետ փետրվարի 8-ին, մեր առաջնեկի ծնվելու օրը։ Ծննդատանն էի արդեն, երբ իմացա, որ Նարեկին հրավիրել են 6-րդ վարչություն։ Ու դե գիտեի, որ Նարեկն ինձ չի թողնի մենակ, ինքը գնա ներկայանամ։ Արդեն սպասում էի, որ գալու են հիվանդանոցից բերման ենթարկեն։ Անընդհատ նայում էի պատուհանից, որ տեսնեմ հո չեն եկել։ Բայց լավ է, փաստաբանին հաջողվել էր բացատրել իրավիճակը եւ այլ օր պայմանավորվել Նարեկի ներկայանալու համար։ Այնպես որ շինծ ու գործերի թիրախ դառնալը նորություն չէ մեզ համար։ Տարիների ընթացքում արդեն որևէ հանգամանք չի մնացել, հետապնդման որևէ առիթ չի մնացել, որ մեզ զարմացնի։ Շարունակելով պայքարը, 2019 թվականին ապրիլի 1-ի կապակցությամբ Նարեկն Արթուր Դանիելյանի եւ այլ ընկերների հետ Սուտ Նիկոլ նախաձեռնության մեկնարկը տվեցին խորհրդանշական ակցիայով, որի շրջանակներում հանրությանն իրազեկում էին Փաշինյանի ստերի մասին, որոնցով եւ նախքան իշխանազավթումը եւ դրանից հետո շարունակ մոլորեցնում էին ժողովրդին։
Այդ ժամանակաշրջանի համար անհնարին թվացող բան էին Սուտ Նիկոլի շրջանակներում իրականացվող ակցիաները, քանի որ 18 էйֆորիան դեռ ամբողջությամբ չէր մարել, եւ շատերն էին դեռևս աջակցում իշխանություններին, համարելով, որ նոր են երկրի կառավարումը ստանձնել եւ պետք է հնարավորություն տալ նրանց, որպեսզի աշխատեն, ոչինչ որ սխալվեն։ Հավատում էին, որ դրանք միտումնավոր չեն արվում եւ կուղեն իրենց։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ այս մարդիկ եկած օրվանից իրենց գործունեությունը ծավալել են իջարս Հայաստանի Հանրապետության, ստերով ու կեղծիքներով բթացնելով հանրությանը։ Բնական է, որ Սուտ Նիկոլը լավ տարածում էր գտնում հանրության շրջանում եւ դա չէր կարելի այդպես թողնել։ Սկսեցին արդեն ակցիաների մասնակիցներին բերման ենթարկել ուղիղ եթերում։ Այդ ժամանակ մեր տանը շրջօրյա ռեժիմով միացված էր Armnews-ը։ Իրենք օնլայն ռեժիմով լուսաբանում էին ակցիաները, թե ում, որտեղ, երբ, ինչ պայմաններում էին բերման ենթարկում։ Ու հա սպասում էի, որ հեսա Նարեկի բերման ենթարկվելն են ցույց տալու։ Արդեն սովորական էր դառնում իր բերման ենթարկվելն ու անգամ դեպքեր էին լինում, որ ուշացնում էին, անհանգստանում էին։ Իդեպ անտիֆեյք հարթակը ստեղծվել է հենց 2019 թվականի մարտին, վեր հանելու ճշմարտությունը իշխանական ֆեյք ֆաբրիկաների կողմից տեղեկատվական դաշտ նետվող ստերին զուգահեռ։ Սրանց մոտ առաջին իսկ օրվանից ամենալավն աշխատել է միայն ֆեյքերի ֆաբրիկան։ Սրանք գործի էին դրել հայոյող ֆեյքերի, կանաց, մի ամբողջ բանակ, որի միջոցով կարողանում էին այնպիսի ստեր դաշտ նետել, որ իրենց ընտրազանգվածի համար արժանահավատ լիներ։ Սակայն անտիֆեյքն իր գործունեությամբ բարձրաձայնում էր իշխանական ստերի եւ կեղծիքների մասին, համադրում դրանք իրականության հետ եւ հանրության ուշադրությունը հրավիրում իրական փաստերի վրա։ Անտիֆեյքին փոխանցում էին սրանց թալանի, հղբացածության մասին տեղեկատվություն, անտիֆեյքը հրապարակում էր այդ բացահայտումները, իսկ իրավապահները նորից ու նորից գալիս էին ամուսնուս ու իր ընկերների հետևից։ Այժմ նախագահ Արարատ Միրզոյանը ինչ-որ պատվիրակության պատվին անհարկի թանկարժեք ճաշկերույթ էր կազմակերպում հարկատուների հաշվին, անտիֆեյքը դա բացահայտում ու հրապարակում էր, գալիս էին Նարեկին բռնում եւ այսպես շարունակ։ Այնքան են եղել նման առիթներով Նարեկին բռնելը, որ վիճակագրություն չենք վարել, չենք կարող թիվ նշել, թե քանի անգամ է նման բան տեղի ունեցել։ Հաջորդ հիշարժան դեպքը 2020 թվականին է տեղի ունեցել։ Խոսքը հունվարի 28-ի մասին է։ Հայոց բանակի կազմավորման տոնի կապակցությամբ բանակի արժեքը չիմացող իշխանությունները յուրովի շնորհավորեցին բանակում ծառայած ընդդիմադիր տղաներին եւ հորինված առիթներով հատուկ նշանակության ջոկատի միջոցով հերթով բերման ենթարկեցին բաժիններ։ Արդեն ձերբակալվել էին Նարեկ Մալյանը, Արթուր Դանիելյանը, Կոստանտին Տերնակալյանը եւ ամուսինս ի աջակցություն ընկերների գտնվում էր 6-րդ վարչության դիմաց։ Գիտեինք, որ իրեն էլ են բռնելու, ու բոլորը, այդ թվում ես, Նարեկին հարցնում ենք, թե ինչու է դեռ ազատության մեջ, եւ ի վերջո նրան էր ձերբակալեցին արդեն տան մուտքի մոտ, նույն սցենարով։ Արա չեք ամաչում։ Դավա Նիկոլը։ Նիկոլ Չիկովն, Նիկոլա։ Մի արա։ Ժողովուրդ մեզ ոչ մի բան չկա։ Թերևս այսօրվա վերջին օրինակը Իքրայի արդեն քրեական գործն է։ Տեսնելով, որ դուստր Փաշինյանի մասին Նարեկի գրառման մեջ քրեական գործ հարուցելու որևէ հիմք չկա, Նարեկին կանչում են հարցաքննության եւ այդ ընթացքում ամուսինս հրաժարվում է ցուցմունք տալ եւ գրավոր ֆիքսում այդ փաստը, ստորագրելով թղթի տակ, որում ասված է, որ ինքը որևէ ցուցմունք չի տվել եւ չի ստորագրում ճակերտավոր իր անունից արված որևէ հայտարարության տակ։ Սակայն այս փաստն անտեսելով հարուցում են քրեական գործ սուտ մատնության հոդվածով, որը հետո ստանում է Իքրայի գործ հայտնի անվանումը։ Այս գործն ավարտվեց վաղեմության ժամկետն անցնելու պատճառով եւ դատավոր Արտուշ Գաբրիելյանը, որ այսօր նստում է կաշառք ստանելու գործով, մոռացավ վճռի եզրափակիչ մասում հռչակել ամուսնուս մեղավորությունը։ Ուշագրավ է, որ Նարեկի դեմ հարուցված որևէ քրեական գործով մեղադրական դատավճիռ չի կայացվել, քանի որ դրանք բոլորն էլ հիմնազուրկ են եղել, որը դատարանները չեն կարողացել չփաստել։
Բոլոր այն դեպքերում, երբ դատարաններն առաջնորդվել են իրենց խղճով ու ներքին համոզմունքով եւ հրաժարվել են արձանագրել Նարեկի ճակերտավոր մեղավորությունը եւ Փաշինյանի ձեռքի պատժիչ գործիքը չեն դարձել, իրենք են իշխանության կողմից հետապնդումների թիրախ դարձել։ Այս էպիզոդում սահմանափակվեմ այսքանով, մնացածները կներկայացնեմ հաջորդիվ։ Եվ վերջում ցանկանում եմ ավելացնել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում խոսքի համար միայն իմ ամուսինը չէ, որ հետապնդվում է, անգամ փաստաբան է Փաշինյանի սիրելի ձևով ասֆալտին փռվելով բերման ենթարկվել գրառման համար, ոչ թե գործողության, այլ խոսքի համար։ Չենք կարող մոռանալ լուսահոգի Արմեն Գրիգորյանին, ում խոսքի համար բանտարկեցին ու վերջինիս մահվան պատճառը դարձան։ Իր հայրենիքի նվիրյալ բարերար Սամվել Կարապետյանն այսօր կալանավորված է եկեղեցուն սատարող արտահայտության համար։ Մարդ, որը մեր պետությանը ծառայելուց բացի ուրիշ ոչ մի հանցանք չի գործել, տևական ժամանակ է շարունակում է մնալ կալանքի տակ։ Միքայել arczepiskopos Աջապահյանը, սրբազան, եւս խոսքի համար դատապարտվել է ազատազրկման, իսկ Նարեկ Մալյանը կրկին խոսքի համար մեղադրական դատավճռով արդեն իսկ պատիժ է կրել։ Այսօր Հայաստանում միայն ազատ խոսքը չէ քաղաքական հետապնդումների պատճառը։ Ցանկանում եմ անպայման առանձնացնել այսօր միակ կին քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանի դեպքը, որը բացահայտ քաղաքական հետապնդման մասին է։ Ընդամենը 2 օր առաջ 3 ամսով անհիմն երկարացվեց Լիդիայի կալանքը, ինչը խոսում է այս իշխանությունների ոչ միայն կառավարման ոճի, այլև բարոյականության հանդեպ այլասերված պատկերացումների մասին։ Որպես կին, ով շատ լավ գիտի ինչ է քաղաքական հետապնդումն ու դրա հետևանքով զրկանքներ կրելը, իմ քաղաքական եւ կանացի սոլիդարությունն եմ հայտնում Լիդիա Մանթաշյանին եւ ուժ ու կորով եմ մաղթում այս պատվաբեր, բայց կնոջ համար բարդ փորձությունն անցնելու ճանապարհին։ Ուզում եմ ձեզ բոլորիդ հիշեցնել նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում բանտերում բացառապես իրենց քաղաքական հայացքների համար անազատության մեջ են գտնվում շուրջ 6 տասնյակ քաղբանտարկյալներ։ Նրանց բոլորի հետևում պատմություններ են, ընտանիքներ, մայրեր, կանայք, զավակներ, եւ վստահ եմ, սա բոլորի համար պատվաբեր փորձություն է։ Նրանց բոլորի անունները արժանի է հիշատակման։ Ես հիմա կընթերցեմ դրանք։ 18 արդարների գործով անցնող Բագրատ arczepiskopos Գալստանյան, իմ շատ սիրելի Բագրատ սրբազանը, Լիդիա Մանթաշյան, Մովսես Շարբաթյան, Տիգրան Գալստյան, Արմեն Ալեքսանյան, Իգոր Սարգսյան, Միհրան Մախսուդյան, Արման Իսրայելյան, Տիգրան Թոփալյան, Արա Ռոստոմյան, Արցախի համար ընկած հերոս Հակոբ Ռոստոմյանի հայրը, Հայկ Շահնազարյան, Կարո Օկոմուշյան, Արսեն Ղազարյան, Վահագն Չախալյան, Արցախի ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյան, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյան, բարերար Սամվել Կարապետյան, Գարիկ Գալեյան, հայրենիքի համար ընկած հերոս Մխիթար Գալեյանի հայրը, Արսեն Ղուկասյան, անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը, համանքապետեր Դավիթ Համբարձումյան, Վարդան Ղուկասյան, նաև մոտ 30 գյումրեցիներ, որոնց անունները ցավոք հայտնի չեն, Անդրանիկ Չամիչյան, նույն ստրայքբոլի գործով անցնող երիտասարդը, Միքայել arczepiskopos Աջապահյան, Վեհապար Հայրապետի եղբայրը Գևորգ Ներսիսյան, Վեհապար Հայրապետի եղբոր որդին Համբարձում Ներսիսյան, Տեր Գարեգին քահանա Արսենյան, Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյան եւ դե Վազգեն Սաղաթելյան ու Նարեկ Սամսոնյան։ Ինչպես արդեն ասացի, այս անունները զուտ անուններ չեն, դրանց տակ կան պատմություններ, ընտանեկան զրկանքներ, կարոտ, սպասում եւ պայքար։ Եկեք չմոռանանք այս մարդկանց մասին։ Ազատություն ռեժիմի քաղաքական գերիներին։